Պատասխանեցի։ Ակելի պան Նորիկյան, բազմիցս տարբեր առիթներով մենք բարձրացանել ենք, որ ուսումնասիրել են քրեական գործում առկա բոլոր փաստաթղթային հիմքերը, կատարել են որոշակի եզրանիկ պահանջումներ, որոնց հիմա վրա պաշտոնապես հայտարարում են։ Պարզվելա հետևյալ, որ տվյալ զորամասում հակահրթիռային միջոցներ հատկացնելու, այդ թվում կրակմարիչներ հատկացնելու համար որևիցե ստորաբաժանում զեկուցագիր չի գրել։ Գրվել է ընդամենը 3 զեկուցագիր, որոնց իսկությունը որոշակի կասկած հարուցում են առումով, որ դրանք ներկայացվել են քննիչին զուտ արձանագրելու համար այն փաստը, որ բացառությամբ ինժեներական դաշտի մյուս բոլոր ստորաբաժանումները զորամասի ապահովված են եղել հակահրթիռային միջոցներով։ Եվ նորից եմ ասում, բազմաթիվ անգամ տարբեր առիթներով մենք հիմնավորել ենք ու հայտարարել ենք եւ քրեական վարույթներ նախաձեռնել այդ կապակցությամբ, որ դեպքից անմիջապես հետո Գոյանը երևի դեպքից անմիջապես եզրափակիչ ելույթներում ավելի ճիշտ է։ Այս մասին հանդես գա հիմա հարց հարցին առարկել իրավունք ունեք, բայց դուք դրա մասին արդեն ձեր եզրափակիչ ելույթներում կվերլուծեք ներկայացնեք։ Մասնագիտությամբ իրավաբան չունի համապատասխան որակավորում եւ փորձառություն։ Եվ անընդհատ լավ այնպեսի չէ, որ ձեր պաշտպանյալին այնպեսի հարցեր իրավաբանի գիտելիքներն լավ, դերեք նա։ Շարունակեք, նստեք։ Հատկացույց արեք գետվեք զեկուցագիր, որ գրվել է հակահրթիռային միջոց հատկացնելու համար։ Այս բան չի արեցի, շարունակեք։ Լրություն լավ։ Հասկանալի է, բայց այս բարեկամաբար որորում են փոխել տոն։ Հիմա շարունակենք։ Դուք քիչ առաջ հատարանի հայտնեցիք, որ դուք ինքներդ եք գնացել տարաներով պարբերաբար բենզիններ։ Այդ բենզին բերելու պրոցեսը, նրանք խնդրում են հայտի ձևակերպման պրոցեսը, ձեր պաշտպան հիմա ինորողոն աշխարհի ասում զեկուցակի չի եղել, դուք չի եղել, գինու բերականություն չի եղել։ Դուք ասեք զանգել եք եսելի պետին, ասել եք ախպեր, մի 4 բան, տարա բանատեք։ Այդ պրոցեսը մի հատ բացատրեք, մենք են հասկանա։ Նյութական միջոց է եղել բենզինը, ոչ։ Մեր նյութական միջոցը ստանալու համար ձեր կոնկրետ գործողությունը ո՞րն է եղել։ Ասեմ, ուրեմն Այդ ալբերական ընկալումներից ծանոթ եք, ես ամեն ինչ սրա հետևանք կա, դուք ինձ ասել, դուք ստորաբաժանման հրամանատար եք եղել, վարչի հրամանատար, դուք սպա եք եղել, զինծառայող, դուք պարտավոր եք գրավոր ձևակերպել ձեր բոլոր գործողությունները, թե ֆորմալ առումով դուք ունեք բանավոր հրահանգներ տալու կամ բանավոր ինչ-որ զեկույցներ ներկայացնելու, բայց նյութական միջոցների ստացման, պահպանման, դրանց անվտանգության ապահովման առումով նույնիսկ էլեմենտար բանում ասում դրանց հաշվառման տեսանկյունից դուք պարտավոր եք դրա գրականությունը ձևակերպել։ Սա պարզ էլեմենտար ուրեմն տրամաբանություն է, բայց բոլոր դեպքերում ձեր խոսքին կան։ Հիմա դուք ընդունում եք, ասում եք, որ դուք եք այդ բենզիններով տարաները բերել։ Խնդրում եմ դուք ասեք, դուք ո՞նց եք ձևակերպել ձեր հայտը։ Էլի բանավոր։ Ոչ, ուրեմն պատվարժան դատարան զորամասում գալիս է այդ տեսակի վարելիք, ընթացիկ մեկ են ինժեներական վարելիք։ Ինժեներական վարելիքը տարվա սկզբին ըստ պլանային ու արտապլանային աշխատանքների պլանի հաշվում է, թե ինժեներասակրավորային վարժտին, քանի որ տեխնիկաները ինժեներական տեխնիկաների ինժեներասակրավորային վարելիք հաշվում է վարելիք ըստ պլանավորված կատարված աշխատանքների։ Այդ վարելիքը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով զորամասա գալի վարելիքը, քանի որ մենք չունենք համապատասխան տեխնիկական միջոցներ այդ վարելիքը կենտրոնական պահեստների շփալու այդ եմ ասում, այդ տարվա սկզբին, ճիշտ տարին սկսելուց առաջ նախատեսվում է X քանակությամբ ռիզ վարելիք յուրաքանչյուր ամսվա համար բաժանված։ Ամեն ամիս ՎՔՆ ծառայությունը իր նյութական տեխնիկաներով գնում է կենտրոնական պահեստներից, ստանում է այդ վառելիքը, բերում է զորամաս, օրինակ այդ ամիս ինժեներասակրավորային վարժտին կամ ինժեներական ծառայությունը հասնում է 2 տոննա դիզվառելիք,
500 լիտր բենզին։ Ինժեներասահմանային վաշտը ոչ մեկին զեկուցակիր չի գրում իր վառելիքը կամ ինժեներական ծառայությունը ոչ մեկին զեկուցակիր չի գրում իր վառելիքը ստանալու համար։ Ուղղակի որ մենք այդ նյութական միջոցը չունենք, տեխնիկական միջոցը չունենք մեր վառելիքը զորամասացնելու, այդ անումը ՎՔՆ ծառայությունը։ Բացի այդ, յուրաքանչյուր ամսվա աշխատանքներ իրականացնելու համար զորամասի հրամանատարի կողմից արձակվում է գերավոր հրաման, ըստ որի ինժեներասահմանային վաշտը ըստ այդ հրամանի գնում է իր վառելիքը ստանում է։ Այդ հրամանի մեջ գրած է, որ դից վառելիքը այդ ամսվա ստանա, օրինակ ինժեներասահմանային վաշտը ՎՔՆ ծառայությունից ու գնում դրա հիման վրա ստանում է։ Այդ էլ թղթային հիմքն է մեր վառելիքը ՎՔՆ ծառայությունից ստանալու համար։ Մենք թիկունքի վառելիքը չենք ստանում մեր համար, ինժեներական աշխատանքն իրականացնելու համար կենտրոնական պայծից առանձին ինժեներական վառելիք է արտադրում։ Պարոն Մարգարյան, դուք դեպքի հաջորդ օրեր եք դեպքի վայրում կամ դրան հաջորդ օրեր։ Այո։ Մասնավորեցիք, եթե հնարավոր է, որ օրեր։ Ուրեմն ամսի 19-ի անհրաժեշտության երբ որ քննիչները եկել են դեպքի վայրի զննության, ես էլ վերադարձել եմ Մարտունու դիահերձարանից, այդ ժամանակ գտնվել եմ այդտեղ, մինչև մոտավորապես ժամը 12-ը, քննիչների պահանջով ցույց ենք տվել, թե կոնկրետ որ նյութական միջոցը որտեղ է անձնակազմի մարզչականները ինչ ձևով են դասավորված եղել, որտեղ են դասավորված եղել, կատարվել է դեպքի վայրի զննությունը, եթե չեմ հիշում, մոտավորապես ժամը 12-ի 12:30-ի սահմաններում տեղից քննիչների հետ շարժվել ենք դեպի Վարդենիսի ռազմական ոստիկանություն, այնտեղ իրականացվել է արձակնությունները։ Ու երևի մեկ էլ որ իշխում հաջորդ ամսի 20-ին արդեն, քանի որ ինձ պաշտոնից արձակելու հրամանները արդեն ուղի մեջ էր, ես մնացած նյութական միջոցները հանձնել եմ այդտեղից դուրս ենք բերել պահեսներից հաշվել ենք ինչ ամենացել, հանձնել եմ վաշտի հավաքին ու գնացել եմ, որովհետև չեմ գնացել։ Այդ է կորն է, անցի 15 Այն, ինչու է ես հարցը տվեցի, խնդրեմ ու եթե հնարավոր է տարածային հայտնեք ինտեգրալի մասին։ Դուք այդ տարածքում դեպքից եք հաջորդ օրեր եք, որովհետև տարօրինակ Երևան, հանգամանք, որտեղ տեսեք զոհված ինձարողների, ծնողներից տեղեկություններ են հաղորդել կամ հրապարակվել ես քրեական վարքի շրջանակներում են այդ մասին խոսվել է, որ դեռ պարկի կամ կտոր է եղել կամ այլ զենքի զինանադեպքի մասը է, պարկուշտեր են եղել կամ չգիտեմ, դուք կամ պայթունի հետ կամ որևէ այլ մեր քրեական վարքի հետաքրքրող, ուրեմն ինչ կարող եք ասել ես առնում։ Այդ կորը, որ ես գտնվել եմ դեպքի վայրում, դեպքի զննության ժամանակ էլ կոնկրետ այդ հայտնաբերած կտորը ես նկարով տեսել եմ, բայց ես այնտեղ անձամբ չեմ տեսել, չգիտեմ որտեղ է հանգարցել ու ոնց է հայտնաբերել։ Նկարը տեսել եմ ինչի մասին է խոսում, բայց չեմ տեսել այդ ես դեպքի վայրի ոչ զննության ժամանակ ոչ էլ հաշտով։ Չեք տեսել, ոչ։ Իսկ մոտավորապես ես համար այս պետ ուսանակալի ձեր ստացած տպավորությունը դա ինչ է։ Չեմ կարող կոնկրետ հիշով բանասել Այն ինժեներական ծառայության պետը ձեզանից առաջ նախորդ արտական իստերումից ուսմունք էր տալիս և իմ հարցերի պատասխանելիս մի քանի անգամ որում խոստովանեց, ոչ թե խոստովանեց, այդ մարդկանցնորեն ներկայացրեց, որ շուրջ 1 տարուց ավելի իրենք են վճարել, դուք եք վճարել այդ տարածքի էլեկտրաէներգիայի, ուրեմն վճարել ձեր սեփական միջոցներից եք։ Ինչ կասեք այս մասին։ Ճիշտ է ասում, Ինչն եք վճարել։ Ռոսակի ծախսի գումարը, ինչը որ ծախսվել է, մինչև էլեկտրական հաշիվ տեղադրելու ժամանակ, մինչև այդ ժամանակ ինչ ռոսանքի ծախսել է, մենք ենք վճարել։ Օրինակ, որ խնդրեմ, ժամանակը գրական առումով կհայտնեք դատարանը, երբ եք սկսել վճարել։ Դե մայիսից 21 թվականի մայիսից որքան հիշում մայիսի վերջերից տեղափոխվել ենք այդ բնակարան, այդ ժամանակվանից վճարել ենք, եթե չեմ սխալվում, հաջորդ տարի մինչև մայիս, հունիս ամիսները, մինչև հաշվի չտեղադրել կոնկրետ չեմ հիշում, թե երբ եք տեղադրել։ Մայիս հաջորդ տարի մի տարի մոտավորապես մենք ենք վճարել։ Ինչ
ինչքան է վճարել իրական։ Ամառվա ամիսներին դες չմիշտ 10,000, 15,000 կամ այդ կարգի, բայց ձմեռային ամիսներին շատ 40,000, 50,000, ցուրտ ամիսներին 60,000։ Ովքեր են վճարել։ Ես Տիգրան Ղազարյանն եմ հիմնականում, մեկ էլ հիմնականում ես Տիգրան Ղազարյանն եմ։ Այնչով Երիշի Հակոբյանը համայնք բաները չեմ հաղորդել։ Երիշի Հակոբյանը ժամանակը չծառայել։ Չէ, իր ծառայության։ Այդ ժամանակը Երիշի Հակոբյանը ծառայել է ժամանակ արդեն Աշուչի տեղադրած։ Աշուչը տեղադրած է։ Այսինքն այդ մեկ տարի ժամանակահատվածում դուք եւ ծառայության պետք է վճարել։ Դրա մասին ով գիտեր։ Եկ ոնց ասեմ, պարոն Նորիկյան, երևի տես մարդ չկա, որ չգիտեր, որ մենք ենք վճարում, Զորամասի իրանացը, տես մարդ չկա, որ չգիտեր։ Այսինքն Զորամասի հրամանատարությունը գիտեր, որ դու եւ ինժեներական ծառայության պետը Տիգրան Ղազարյանի հետ միասին օգնում եք այդ կացարանի էլեկտրոէներգիայի վճարները վճարում։ Պետք է մնա չի, որ մենակ մենք ենք արել, հիմնականում ով տեստաներում մնացել է, սա դեռ դեռ Մնա չի, որ մենակ Ուրիշ վճարներ եք արել։ Մենակ հոսանքի վճարն ենք արել, որտեղ ես բային հստակ հիշում եմ, ասենք անհրաժեշտություն էլ ինչ-որ մի հատ բան առնելու, մենք ենք առել, ծնողներն են առել, տենց էլի չգիտեմ։ Հնարավոր է, որ զինծառայողներն են մասնակցել այդ էլեկտրոէներգիայի։ Չէ, այսինքն դուք դրամաբար չեք արել սպանել, հիմա մասնակցել։ Շատ լավ, որ խնդրեմ կասեք այդ ժամանակահատվածում, երբ որ դուք հանդիսացել եք այդ ստորաբաժանման հրամանատարը եւ էլեկտրոէներգիայի վարձավճարներ վճարել։ Ձեր աշխատավարձը որքան է կազմում։ Մոտ 320,000։ Ստացել եք մարտը, քան ստացել։ Իսկ յուրաքանչյուրին 20-30,000 դրամ զմռան ամիսներին ձեր գրպանից դուք ազգայնամիջոցների պատկացրել եք, բայց չեք բարձրացել նման հարց, ինչքան պետք է շարունակել տանում եք, ամիջով դուք ունեցել եք նման պարտավորություն։ Ոչ նման պարտավորություն չեմ ունեցել, բայց այդ ստեղծված իրավիճակում ուրիշ հնարավորություն չկա, հետո որ առաջ եկավ են հաստը, որ մենք նախարարությունը կարում է աշիչ տեղադրի իրան կանեն, այդ գործընթացը իրականացնելով այդ աշիչը տեղադրել է, մինչև վճարել ենք, մինչև այդ աշիչի տեղադրումը վճարել ենք։ Իսկ դες ով ասել, որ դուք պետք է վճարել։ Ոչ ոք չի ասել, ոսանք անջատում ենք, ստիպված վճարում ենք, որ ոսանք։ Այսինքն որ չվճարեք, անջատել եք։ Մի դալիճից մի միջամտեք դալիճից, դատարի մի պատասխան։ Բոլոր դեպքերում անդրադառնում ենք այդ հարցին, եթե չվճարեք անջատել եք, դուք որևէ մեկին պետք է դիմեք Զորամասի, որ մեր լույսերը անջատել են, ժողովուրդ, սա ռազմավարական, չգիտեմ, կարևորագույն, ուրեմն տեղում ու դիրքում ենք գտնվում եւ շատ կարևորագույն առաքելություն ունենք։ Դուք ձեր ստորաբաժանման առաքելությունը շատ բացառիկ է եղել։ Պարոն Նորիկյան, ուրեմն որ հոսանքը մենք ենք վճարում, նոր ասացի դրա մասին բոլորը գիտեին։ Այն ժամանակ, երբ որ իհայտ եկավ այդ մենք իմացանք, որ կա այդպես հնարավորություն, որ էլեկտրական աշուչ տեղադրելուց հետո պետք է կառավարման նախարարությունը այդ վճարումից մենք կազմակերպել, ինչպես նշում Գորաղիկյանն նոր էր նշանակվել պաշտոնի, այդ ժամանակը տեղադրվել այդ էլեկտրական աշուչը։ Պարոն Մարկյան, ընդհանրապես դուք ասեցիք, որ ձեր ազգակազմին հրահանգավորումներ եք տվել տարբեր շաբաթական, տարբեր պարբերականությամբ 3-4 անգամ։ Սովորաբար ես այդ հարցը ծառայության տեխնիկներ եմ տվել, ձեզ եմ հիմա տալիս, հետևաբար նման իրադարձության պայմաններում պետք է տարբեր տրվել, թե ոչ։ Հրդեհի, այո։ Ըստ ձեզ ինչու չի տրվել այդ տարբեր։ Որովհետև հրդեհը ժամանակին չի հայտնաբերվել, ես ուզում եմ նորից նշեմ, պարոն Նորիկ, հրդեհը ժամանակին չի հայտնաբերվել, որ հրդեհ կա, հրդեհը հայտնաբերվել է Վաղինակ Մանուչարյանի կողմից այն ժամանակ, երբ որ արդեն հրդեհը դարձել է անկառավարելի։ Ուրեմն ես մեկներ դահանտական մինիստերի ժամանակ բոլորի
ցուցմունքները, վկաների ցուցմունքները լսելիս թե նաև Վաղինակ Մանուչարյանի տված հայտնած դեպքերի հաջորդականության մասին, որ ինքը հայտնել է Տիգրան Ղազարյանին, այդ ամեն ինչը ստուգելու, համոզվելու ճանապարհին, որը տենց ա եղել, են եզրակացության մենք եկել, որ այդ հրդեհը հայտնաբերվել է Վաղինակ Մանուչարյանի կողմից, ու դա ամբողջությամբ համընկնում է, որովհետև եթե այդ հրդեհը ժամանակին հայտնաբերվեր ու չթողներ Եղիշ Հակոբյանը, որ դառնա անվերահսկելի, տակնապ հայտարարելու այդ կացարանից անձնակազմի դուրս գալը կտվեր մի քանի վայրկյան։ Հայտնաբերվել ինչ է նշանակում, այս տպավորություն է ստեղծվում, որ հրդեհ ապարել մարդի չէ շենք, մայում այնպես է տպավորություն, կարելի այդպես են հասկանալ։ Իմ կարծիքով այդպես եղել է ու Վաղինակ Մանուչարյանը դեպքի օրը շենքի ներսում մարդ չեղել է, դրդեհը ոնց է ապարել։ Դե շենքի ներսում մարդ եղել է, Եղիշ Հակոբյանը բենզինը բաղել է։ Սունքներ է դրել, լսել եք ես դա։ Այո։ Ինչքան հնարավոր է, այսինքն ամենայնպես հայտնել է։ Դե հայտնել է ինքը իրական Իսկ ձեր ասածից ես օրինակ կարելի է պատկերացնել, որ հայտնաբերել հրդեհ տեղի ունեցել, հետագայում ուշ հայտնաբերել են Պատվարժան դատարանորեն Վաղինակ Մանուչարյանը դեպքի օրը, երբ որ Տիգրան Ղազարյանին հայտնել է թե ոնց է դեպքը տեղի ունեցել, ինքը երբ է նկատել հրդեհը, ու Եղիշ Հակոբյանը թե նաև ինչ է հայտնել Տիգրան Ղազարյանին, որ ինքը բենզինը լցելուց հետո տեղից դուրս է գնացել։ Ու Վաղինակ Մանուչարյանն է հայտնաբերել հրդեհը։ Անցած դատական նիստի ժամանակ, երբ որ Տիգրան Ղազարյանը ցուցմունք տալիս էր, այդ օրը ինքը նաև դրա մասին ինձ է հայտնել, որ Եղիշ Հակոբյանը բենզինը լցելուց հետո թողը գնացել է տեղից, այդ դեպքի վայրից գնացել է, վարվել է, դուրս է գնացել տեղից։ Վաղինակ Մանուչարյանն է եկել հայտնաբերել հրդեհը, ու այդ ժամանակ նոր հայտնաբերել է այն վիճակում, որ արդեն անկառավարելի է հրդեհը։ Շատ հետաքրքիր բան եք ասում։ Հիմա ձեր ասածից պետք է հարցեր առաջանում բան։ Այսինքն եթե Տիգրան Ղազարյանը ձեզ նման բան ասել, եւ դա համապատասխանում է իրականությանը, մեր տարբերակ կա։ Եղիշ Հակոբյանը եթե վարվելուց հետո գնացել է տեղից, հիմա այս ձեզ կամ փախելա կամ միտումնա գնացել, որ այդ վարանը մնա վարվի։ Ես չեմ կարծում, որ ինքը միտումնա գնացել, կարծում եմ, որ ինքը վարվելուց հետո ուղղակի չի պատկերացրել ինչ է կատարվում, այդպես փախել է։ Դուք տեսել եք վարված Դուք տեսել եք վարված Լևոն Խարացյանը, այլված ինձարողների տեսել եք։ Ես ուզում հիմա այդ ձեր տրամաբանությունը ծառայել, որպեսզի բաց հրապարակային, ասենք դուք շատ կարևոր բան եք ասում եք հրդեհը ուշ է հայտնաբերվել։ Դատանը շատ ճիշտ եսահման եք, ուրեմն կարող է հայտնաբերել մի դեպքում, եթե այդ ժամանակ հրդեհի բռնակապային այդտեղ մարդ չի եղել։ Եթե մարդ չի եղել, ինձ որպես շարքային քաղաքացու ձեր դիտանկյունից հետաքրքիր է իմանալ հետևյալ հարցի պատասխանը։ Եղիշ Հակոբյանի եւ Լևոն Խարացյանի մարմնական վնասվածքներ ստանալու, այլվածքներ ստանալու հանգամանքները, այդ պրոցեսը որ փուլում են իրենք ստացել։ Այդ մասին նաև Տիգրան Ղազարյանը իր ցուցմունքների ընթացքում ասաց, ու այդ մասին նաև ինքնից այդ օրը ասել է։ Լսեք, այդ օրը ինքնից ասել է, մի րոպե։ Հաղում մի արեք, թե ինչ ասում եք, լսել եք ես։ Պատվարժան դատարան։ Ինչ որ դուք գիտեք, ինչ որ ձեզ հայտնի է, այդ հանգամանքները հայտնի։ Ես անձամբ այդ տեղեկությունները իմացել եմ Տիգրան Ղազարյանից ու Վաղինակ Մանուչարյանից այդ օրը դեպքի վայրում։ Տեղեկատվության աղբյուրը Տիգրան Ղազարյանն է նականում, այո։ Եվ Վաղինակ Մանուչարյանը, ովքեր որ այնտեղ տեղում գտնվել են դեպքի օրը, երբ որ ես ասել եմ դեպքի վայր, նրանք տեղում գտնվել են։ Ըստ այդ պահին ինձ ասած տեղեկությունների ու նաև որ այդ տեղեկությունները փոխանցվել է Տիգրան Ղազարյանին, բան Լևոն Խարացյանը կոնկրետ Երբ որ Վաղինակ Մանուչարյանը հայտնաբերել է հրդեհը, Լևոն Խարացյանը այդ բանը գտնվել է դրսում։ Ինքը այդ հրդեհը տեսնելուց հետո մուտքագործել էր ու այդ ժամանակ ասած է իր այլվածները։ Շատ լավ, հիմա խնդրում եմ նրան դուք ասեք հետևյալը, քանի որ ձեր տեղեկատվության աղբյուրը Տիգրան Ղազարյանն ու Վաղինակ Ղազարյանը, հիմա խնդրում եմ ասեք, իրենք ձեզ որտեղ ինչ են ասել։ Դες ասացի ինչ են ասել։ Վաղինակ Մանուչարյանը հայտնել է, որ երբ որ ինքը հարևանի տան այդից ջուր բերելուց եկել է, տեսել է հրդեհը, այդ ժամանակ գոռացել է, որ հրդեհը Եղիշ Հակոբյանին այդ ժամանակ դուսն է տեսել, Եղիշն ու Լևոնը այդ իրականչելուց ձեն տալուց հետո որ բարերան, իրենք մուտքին գործելներ տեսել են, որ շիպան չեն կարող, անել նորից դուս են եկել, այլվածները ստանալով դուս են եկել։ Դրսում ինչ էին անում Եղիշն ու Լևոնը։
Ես իշքանք ըստ Վաղինակ Մանուչարյանի Լևոնը գտնվել է բանում, տան հետևի մասում կամ չգիտեմ դուրսն է գտնվել իր ծառայության բերումով, դա ըստ Վաղինակ Մանուչարյանի ասելու Եղիշե Հակոբյանն էլ ինքը տեսել է մուտքի դռան Արդեն այրված վիճակում, թե մինչև մանրամասները չեմ կարող, երևի արդեն այրված չեմ կարող ասեմ, որ պահը կոնկրետ չեմ հիշում, բայց ինքը ասել է, որ Իրանի երբ որ ինքը գոռացել է, որ բաժարա Լևոնն ու Եղիշը ժամանակ նորից մուտքի գործել կացանեն ասել։ Իսկ ինչի Բոլոր դեպքերում վերադառնալիս եւ պայքար հայտարարելու հանգամանքին դուք նշեցիք, որ պայքար չի հայտարարել, որովհետեւ հրդեհը ուշ է հայտարարել։ Այո։ Դուք ձեր ասացից ինչ հետևության եք հանգում, ուշ է հայտարարել, ինչու է ուշ հայտարարել։ Որովհետեւ Եղիշե Հակոբյանը բենզինը լցելուց հետո դες փախել է։ Եղիշե Հակոբյանը մենակ է։ Իմ կարծիքով ըստ ինձ ասած տեղեկությունների այո։ Եղիշե Հակոբյանը քրեական վարորդի հիմնական դատավարությունների ընթացքում մի քանի անգամ օգտվելով իր դատավարական իրավունքից ցուցմունք է տվել, որ իր հետ միասին այդ կացարանում վարորդը վարելու պահին գտնվել է Ռադիկը եւ առնվազն Լևոնը։ Այդ իմը պարոն Օրգյան ավելի տարօրինակ է, որովհետև եթե իրենք 3 հոգով գտնվեին այդտեղ ու Եղիշե Հակոբյանը բենզիներ լցեր վառարանի մեջ հրդեհ բռնկվեր, գոնե այդ 3-ից մեկը կմտներ առաջինը ննջանա սաղին դուրս կաներ։ Այսինքն ըստ Եղիշե Հակոբյանի ասելու այդ իր կարծիք իր տված ցուցմունքն է, իր պատկերացումն է թե ոնց է ու ըստ դրա նաև այս ամբողջ քրեական գործն է կառուցվում մենակ իր տված ցուցմունքի վերաբերյալ։ Եթե 3 հոգով այդտեղ կայնացել էին, գոնե 3-ից մեկը առնվազն այն բանը, երբ որ ինքը բենզինը լցել է քեջի մեջ, Լևոնն ու Ռադիկը ոչ այրվածներ են ստացել, ոչ էլ շովի բան։ Այդ բանը երկուսից մեկը կմտներ չի։ Հա, Լևոնը այդպես ստացել է, բայց ոչ հենց այդ բենզինը լցելու բան, կամ նա Լևոնը ստացել է, Ռադիկը այդպես չի ստացել։ Այդ բանը կմտներ ննջանը, տղեկին տեից դուրս գալը 10 վայրկյան այրել։ 10 վայրկյան կտվել, որ այդ երեխեքը տեից դուրս գային, հենց այդ նույն ճանապարհով, թեկուզ թեթև այրվածներ ստանալով, որ այդ գայակի մեջով անցնեին, այրվածներ կստանային, բայց դուրս կգային, դա 10 վայրկյան կտվել։ Հետևաբար ձեր դատողությունը ուզում որ շարունակեք։ Հետևաբար ես չեմ մտածում, որ Լևոնն ու Ռադիկը այդ պահին այդտեղ են։ Բա որտեղ են։ Չգիտեմ որտեղ են, բայց այդ պահին այդտեղ չեն եղել։ Ախր տարածքը կա սահմանափակ։ Ես գիտեմ, շատ լավ գիտեմ այդ տարածքը սահմանափակությունը, պարոն Նորիկյան, եթե Լևոն Խառատյանը այդ պահին գտնված էլի շենքի հակառակ մասում իր ծառայությունը իրականացնելուց, ինքը պատուհան կամ ինչ-որ բան չկա, որ տենա ներսում ինչա կատարվում։ Ճանապարհի կողմից պատուհան չկա, որ ինքը տենա թե ինչա կատարվում տան ներսում։ Բայց լավ, գոնե ծխի հոտ կզգա, հրդեհի տանիքի հրդեհի պար կզգա, Կզգա, ես ուրիշ բացատրություն չեմ գտնում դրան պարոն Նորիկյան, թե եթե 3 հոգով իրանք գտնվեին ներսում, ուրեմն այդ 3-ից գոնե մեկը կարող հանգիստ մուտք գործել, որովհետև այդ վառարանից մինչև ննջանի դուրս էդ մեծ ժամանակ ու ջանքեր չի ներկայացնում իրանից այդ դուռը բացելը։ Հետաքրքիր բան եք ասում, բայց ես ուզում եմ շուարանք եք երկում։ Հիմա ձեր ասելով Եղիշե սուտ ցուցմունք է տվել եւ ըստ ձեզ Եղիշեն մենակ է։ Դա ձեր ենթադրություն է, դա դուք ինչ-որ տեղեկատվություն եք։ Դրա մասին Վաղինակ Մանուչարյանն ասել, դրա մասին առաջի հարցաքննության ընթացքում Տիգրան Ղազարյանը քննիչին ասել, դրա մասին նախաքննության ընթացքում Զորամասի հրամանատարն ասել, որ այդ օրը նաև դրա մասին ոնց ես եմ Տիգրան Ղազարյանից դրա մասին տեղեկացել, այդ նույն ձևի գնդի հրամանատարն է տեղեկացել Արկամ Գևորգյանը առաջի ցուցմունքի ընթացքում այդ նույն տեղեկությունը տվել է, չի քննվել քննիչի կողմից քննվել է այն թե Եղիշե Հակոբյանը ինչ է ասել, դեպքերի հաջորդականությունը ոնց Եղիշե Հակոբյանը ներկայացել է, տենց էլ գնացել է այս գործը։ Թե ոնց է տեղի ունեցել ըստ ուրիշների, ըստ այն մարդկանց ովքեր այդ ներկայացել են, ոչ մեկի կողմից չի քննվել։ Շատ շնորհակալություն։ Հիմա կան հաջորդ հարցը։ Հիմա դատարանը այն բացառիկ սահմանադրական մարմինը, որ ինքը կգնահատի յուրաքանչյուրի ցուցմունքը, թող է դատարանի դաշտ չմտնեն։ Ես ուրիշ բան ուզում ասել։ Դուք որպես զինծառայող եւ այս գործով մեղադրյալ, ինչու եք Եղիշեի ցուցմունքները գնահատում ըստ ձեզ անարժանահավատ։ Այսինքն չեք հավատում։ Կամ բացայտ ասել որ Եղիշե սուտ է ասում, բայց ասենք այդ Վաղինակի ցուցմունքը, Զորամասի հրամանատարի ցուցմունքը
դուք մոտիվն են ուզում հասկանալ, որովհետև եթե ես այդ անձնակազմի հետ բարդ ինժեներական աշխատանքներ են իրականացրել, իրանք այն, չգիտեմ, նոր ծառայության գնացած կամ, չգիտեմ, կապի վաշտում հանգիստ ինչ-որ մի տեղ ծառայած մարդիկ չեն ելել, իրանք սահման են անցել առաջ, հակառակորդի հետ անմիջականշռման պայմաններում մարտական գործողություններ են իրականացրել, իրանք եթե այդ, չգիտեմ, այդ պահին եթե կայնած լինեին, առնվազն Լևոնն էլ եթե այրվասներ ստացել, հաստատ ռադիկա այրվասներ չի ստացել, իր համար դա չեր վախենա, չեր չգիտեմ ինչ անի, կմտներ այդ լնջարանը երեխեքին հետից լյուբոյ առաջի պարկողին քաշեր քցեր եկին, ասեր սաղի ձերտուց էլեկտրոս պաժորա, այդքան բանը կտևեր 10 վայրկյան է կտևեր երեխեքի դեից դուրս գալը։ Թող այրվասներ ստանային, ոտերը վառվեր ինչ-որ մեկի կամ չգիտեմ ինչ-որ մի բան, բայց հաստատ կարային դուրս գային։ Դա համար այդ տեղեկությունը, այդ ամեն ինչի հիմա ոչ արժանա հավատալ։ Չի կարող շնորհակալություն, բնականաբար շատ հարցեր ասում, բայց հետեւյալ է։ Հիմա այդ դեպքում ինձ խնդրում եմ հետեւյալ հարցի պատասխանը։ Երիշի խաղի նպատակը ո՞րն է, ինչ է հարցը։ Ինչ խնդիրալություն։ Եթե որ այդ ուղղությամբ չի խաղել ըստ իր ես չգիտեմ բանալորեն թե իրա այտենց ներկայացնելու իմաստը որն է կամ չգիտեմ ինքը ուզում է ինչ խնդիր լուծի դանով ես կոնկրետ չեմ կարող պատասխանել մտածին թե ինքը ինչ նպատակ է հետապնդում այտենց անելու, բայց այդ կոնկրետ այդ գործողությունները, որ իրեքով վտե են եղել ու ոչ մեկ չի կարած ներս դա իմ աբսոլյուտ չէ կարող զբաղվել։ Գոնե 3-ից իրանցից մեկը, 3-ից մեկը նա հաստատ ջան, եկեք դուք ասեք ասում, այս 3 տարի ես խոսում եմ, ոչ այդ երեխեքին քնից զարթելու դες պատելու համար, ոչ Երիշ է պետք, ոչ Լևոն է պետք, ոչ Ռադիկ է պետք, ոչ ոք չէ, Միշել է։ Այդ երեխեքը միասին ակնթարթ է, իրան չպետք է սպասեն Երիշը գորած, Լևոնը գորած ու հեժին գնային։ Այդ իրավիճակը ես ինքս զինվոր եմ, ես շատ պատիրան ոչ մի ձայնի պետք չէ։ Այդ ես վերասած ակնթարթը դուրս գային, այդ գարուշին հաջողես, մնացածին հաջողես, դա շատ է։ Դուք այդ մենք այդ դաշտ չմտնենք, այդ դաշտը դեռ ուրիշ դաշտ է։ Հասկանում եք, ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ես ուրիշ ենթատեքստ եմ ուզում դնել ձեր ցուցմունքի տակ։ Շատ լավ գրական ձևակերպում եք ձեր մտքերը։ Շատ լավ Երիշեի նախաքննության իր մարմնին տված ցուցմունքը, որով ինքը փորձ է արել ենթադրաբար ըստ ձեզ շեղելու քննություն, դա պետք է նպատակ ունենա։ Երիշեն իր տված ցուցմունքերով ինչ խնդիր ա լուծել։ Հետևացել է իրավիճակը։ Կարա եթե հետևացած լինի, մտածի որ այդ հետևացել է։ Ես չեմ կարող դարձնել պատասխանել, բանալորեն ինքը ինչ խնդիր ա լուծում դրանով։ Որտե՞ղ լավ, քանի որ հենց հասանք այդտեղ, Երիշեի դուրս գալու մասին, հենց հասածը հենց այդտեղ հասանք, շարունակենք այս հարցը պատասխանը։ Հիմա քանի որ դուք այդպես կառուցում եք ձեր ցուցմունքը, այս քրեական վարույթի շրջանակներում առնվազն չի երգվել եւ հիմնավորվում է, որ զոհված ինձաններից մեկը գտնվել է կացարանի հենց այդ վառարանի սենյակում, ճիշտ է պարոն։ Հիմա մենք ունենք հենց այդ ձեր ասած եթե ձեր տաղանդերին ես ուզում եմ մենք մոտարապես վերլուծենք այս վիճակը, ձեր միասին ձեր տեսակետը, ձեր պատասխանը։ Զոհված ինձաններից մեկը, ով հայտնաբերվել է վառարանի այդ սենյակում, երկու տարբերակ հնարավոր տարբերակում կարող է լինել այդպես։ Կամ ինքը ի սկզբանե գտնվել է դրսում եւ զինվորական կացարանը, որտեղ քնած են ես ինձարով, այդտեղ չի եկել։ Եթե ի վերջո սա վարույթ իրականացնող մարմնի չասեմ թերությունները կամ ամենատերս իմ տպավորությունը վերել հետագա այնպես կանտայտեն, բայց բոլոր դեպքերում։ Կամ եղել է կացարանում ու դուրս է եկել վառարանի ուրեմն այդ սենյակը։ Դուք դրա վերաբերյալ ինչ տեղեկություն ունեք։ Նու հրշեջներից այս դեպքի վայրով տեղեկացել եմ, որ իրենք երբ որ մտել էին դիմակներով հետախուզելու տարածքը թե ինչ է կատարվում ներսում, իրենք դուրս գալուց հետո հայտնեցին, որ մեկ մարմին կա վառարանի սենյակում։ Իմ ենթադրությունն է նա, որ
ես այդ իմանակ ենթադրում եմ, որ այդ զիծառայողը դուսայքի ննջանից, քանի որ եթե ինքը գտնվեր առարանի սենյակում, ոնց Երիշա Հակոբյանն են ես դուսայքի ննջել Այսինքն ինքը դուրս կգար։ Այո, ես տենց եմ կարծում։ Այսինքն առնվազն դուք ենթադրում եք, որ այդ տղան, որը զոհված զինծառայողը, ով հայտնաբերվել է վարարանի սենյակում, ինքը ննջարանից է դուրս եկել։ Ես տենց եմ կարծում։ Շատ լավ, եթե զոհված զինծառայողը հայտնաբերվել է